ՔՊԱ-կան Սարգիս Խանդանյանը հպարտորեն ընդունում է պոպուլիստի պիտակը, որով իրեն պիտակավորել է ադրբեջանցի գործընկերը։ Պոպուլիզմը շատ սարսափելի բառ չէ։ Մինչև տեսախցիկների առաջ հպարտանալը նա X-ի իր էջում է գրել. Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Շատ սարսափելի բառ չէ։ Ադրբեջանցի գործընկերը Սամատ Սեյիդովը Հայաստանի խորհրդարանի արտաքին քաղաքականության պատասխանատուին պոպուլիստ էր անվանել այն բանից հետո, երբ Խանդանյանը առաջարկել էր հանդիպել ու քննարկել հարցեր խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ։ Այսինքն աշխարհում շատ կուսակցություններ օրինակ կան, որ իրենց իդենտիֆիկացնում են պոպուլիստական բացարձակ վատ չեմ զգացել։ Դե իր շեֆից է սովորում։ Փաշինյանն էլ վատ չի արձագանքում, երբ Ալիևն իրեն ծաղրածու է անվանում։ Չի վիրավորվում, երբ իրեն թուրք են կոչում, հիշեցնում է ընդդիմադիր պատգամավորն ու հարցնում։ Խանդանյանը վատ չի զգացել պոպուլիստի պիտակավորումից, բայց չի էլ հասկացել, որ Ադրբեջանն այս անգամ էլ այդպես է հայտարարել Հայաստանի հարցում իր ուզածը խաղաղությունը չէ։ Խաղաղության գործընթացը այլ ընտրանք չունի։ Շատ բարդ է, այո, ես ընդունում եմ եւ շատ հաճախ հիասթափեցնող է նման արձագանքները։ Եթե պատկերավոր ասենք, դուք Ադրբեջանի դիտարկում եք քար, որով պիտի ջրի կաթիլով ծակեք այդ քարը։ Ես հիմա չեմ կարող այդ բաներին, ալեգորիաներին տրվել, ես ասում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության հարևանն է եւ Ադրբեջանի հետ պետք է նորմալացնել հարաբերությունները։ Ոչինչ որ կրակում են այդ ընթացքում, պետք է հասնել նրան, որ չկրակեն։ Եվ օրինակ մենք հասանք նրան, որ 2024 թվականին օրինակ սահմանին զոհեր չեղան։ Ձմեռը իհարկե շատ լարված է եղել, հետո խաղաղ եղել, որտեվ սա ինչ ուզել է Ադրբեջանը մարտից սկսած տվել եք։ Չես համոզի ՔՊԱ-ականներին, որ Կիրանցում արված սահմանազատումը ձեռքբերում չէ, սիճում է։ Ճիշտ է, $1.5 միլիոն դպրոց են կառուցել, բայց այն թշնամու թիրախում է։ Խանդանյանն անգամ կապրեր Կիրանցում, ափսոս Երևանը լքելու պլաններ չունի։ Կարող եմ տարիներով ապրել Կիրանցում, հետո կարող եք, բայց չեք գնա։ Ես նպատակներ չունեմ Երևանից տեղափոխվել այսպես։ Ընդդիմադիր պատգամավորը բացատրում է, ՔՊԱ-ականները պատահական չեն կուլ տալիս Ադրբեջանից իրենց հասցեին շպրտված ծաղրածու պոպուլիստ բառերը։ Պարտվողականության քարոզը, այս ամեն ինչը արված է, որպեսզի Փաշինյանը պահի իր իշխանությունը։ Խաչատրյանի պնդմամբ հիմա իշխանություն պահելու մեկ հնարավորություն ունի Փաշինյանը, որևէ թուղթ, որի վրա գրված կլինի խաղաղության պայմանագիր։ Պոպուլիզմը շատ սարսափելի բառ չէ։ Հետո Խանդանյանի ասած ոչ շատ սարսափելի բանով, պոպուլիզմով կփորձեն համոզել ժողովրդին, որ իրենք կարող են խաղաղություն բերել, իսկ վերընտրվելուց հետո թեկուզ ջրհեղեղ։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, այդ Փուչիկի վրա է Նիկոլի իշխանությունը, Փուչիկի ասեղն իր ձեռքն է, եւ դրա համար ստորացնում է, վիրավորում է, ծաղրում է։ Փաշինյան Նոլդո։ Ոտքը տեղ է բռնել Ալիևի, ինչ ուզում է, պահանջում է։ Իսկ Փաշինյանը ական, ատաման սկզբունքով աշխատել չի կարողանում։ Կլանչելով խաղաղություն չեն ստանում։ Իսկ այս իշխանությունները ինչ են անում, ասում են դե մի հատ հասկանանք ինչ են մեզ կոչում պոպուլիստ։ Իդեպ, ադրբեջանցի գործընկերոջ կողմից պոպուլիստ որակված Սարգիս Խանդանյանը, որ փաբերի սիրահար է, չեմ կարող էլ փաբ չգնալ, որովհետև դա իմ սոցիալական կյանքի մի մասն է, որից ես նաև հաճույք եմ ստանում։ Սխալ չի համարում Արցախի գերեվարված նախկին պետնախարարի Ռուբեն Վարդանյանի երկիրը ցնցած աուդիո ուղերձի օրը փաբ գնալը, զվարճանալն ու այդ մասին իլուր աշխարհի հայտնելը։ Չեն կարող մենք անընդհատ տարբեր թեմաների հետ մեր գործողությունները համապատասխանեցնել։ Արփիս Քեսյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։